Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, եթերում ուժեղ ոդքասթն է, մի մոռացեք բաժանորդագրվել հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Այսօր մեր հյուրը հանրային գործիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի ղեկավար Նաիրի Հոխիկյանն է։ Ողջույն Նաիրի։ Բարև ձեզ։ Առաջարկում եմ դույով խոսենք ավելի անմիջական զրույց ունենալու համար ոդքասթի շրջանակներում։ Առավել եւս որ մեր հարաբերությունները դա թույլ տալիս է։ Մենք իրար հետ ճանապարհ ենք գնացել ու մեր շատ սիրելի Արցախ, որի համար ես քեզ շատ շնորհակալ եմ, որովհետև Արցախի տպավորությունները դա վերջին հնարավորությունը եղավ Արցախը տեսնելու, Արցախի օդը շնչելու, Արցախում լավ ժամանակ անցկացնելու, ցավոք սրտի ես պլանավորել էի հաջորդ տարի էլ գնալ, բայց արդեն շրջափակումը եղավ ինչ որ եղավ։ Այդ ամեն ինչին դեռ կարծում եմ կանդրադառնանք, բայց ուզում եմ սկսել մեր զրույցը հետևյալ թեմայով, քանի որ դու Թուրքիան շատ լավ ես ուսումնասիրել, կցանկանամ այդ որպես Թուրքիան ուսումնասիրած մարդու տարածաշրջանային համատեքստում գնահատես այն ամեն ինչը, ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է քաղաքական տեսանկյունից, եւ միևնույն ժամանակ միանգամից երկրորդ հարցն էլ տամ կարող ես անդրադառնալ, եթե չհիշես կկրկնեմ, մի ժամանակ ես մի հատ շատ հետաքրքիր վիդեո եմ տեսել, որտեղ որ դու խոսում էիր Թուրքիայում գենետիկ հետազոտությունների մասին, որտեղ որ շատերը պարզել են, որ իրենք ունեն հայկական գեն, մեկ էլ կուզենամ այդ թեմային էլ անդրադառնանք։ Շնորհակալություն հրավերի համար, Տիգրան։ Ես իհարկե թուրքագետ չեմ հավակնում կոչվել թուրքագետ, դա լրիվ այլ մասնագիտություն է, բայց ամենայն դեպս տարիների փորձը ավելի քան 10 տարի Թուրքիայում, ավելի կոնկրետ Արևմտյան Հայաստանում ֆիլմեր եմ նկարահանել, ուսումնասիրություններ եմ արել, մինչև այն պահը, երբ որ Հայաստանի կառավարությունը փաստացի դիմեց Թուրքիային, խնդրելով իմ մուտքը թույլ չտալ Թուրքիա, որովհետև իրենց բառերով ասած ես խանգարում եմ հայ-թուրքական բարեկամությանը։ Ինչ է կատարվում Թուրքիայում։ Թուրքիան իմ կարծիքով, որ իմ դաշտային աշխատանքների, այսպես արդյունքում կարող եմ ասել, եռացող հրաբխի վրա է եւ կայուն չի այդ պետությունը, ինչպես պետական առումով, այնպես էլ հանրային, ել չեմ ասում, նաեւ բառի ուղիղ իմաստով, նաեւ հենց երկրաշարժային տեկտոնիկ գոտում է, այսինքն բոլոր առումներով է եռացող տարածքում։ Ինչ է մտածում Թուրքիայի կառավարությունը։ Թուրքիան, դուք գիտեք, որ դեռևս 1921 թվականին Քեմալ Աթաթուրքի մշակած 6 նետերի գաղափարախոսության սկզբունքով, որը 1938 թվականին մտել է Թուրքիայի սահմանադրության մեջ, ունի հստակ նպատակներ, ու այդ հստակ նպատակներից մեկը մեր տարածաշրջանին ամբողջությամբ տիրանալն է պանթուրքիզմի գաղափարախոսության շրջանակում։ Եվ օրինակ այնտեղ հետագայում արդեն դրանից բխող ապագայի ծրագրերում այսպիսի մի կետ կա, կոչվում է հետև, որ թարգմանաբար նշանակում է նպատակ, հա, այսպես մոտավորապես։ Հետև 2023-2034 կամ 33 տարբեր այսպես վարկածներ կան, դրան գաղտնի փաստաթղթերի մասին եմ ես խոսում։ 2053 եւ 2071։ 2023-ը իրենց այդ ծրագրում նշվում է որպես թուրքական երկու պետությունների ցամաքային միավորման տարեթիվ, այսինքն այդ ժամանակահատվածում թուրքերը պիտի կարողանային հասնել նրան, որ ցամաքային կապ ստեղծեին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Տեսանք, որ ստեղծեցին, փաստացի ստեղծեցին Արցախը ամբողջությամբ վերցնելով։ 2033 կամ 34-ը արդեն դեպի հյուսիս թուրքական, այսպես ներխուժման սկիզբն է։ Դեպի հյուսիս, դու լավ գիտես, վստահաբար, որ թուրքերը իրենց նախահայրենիք են համարում Ալթայը, իսկ Ալթայը խաչմերուկ է Չինաստանի, Մոնղոլիայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համար եւ գտնվում է հյուսիսային հատվածում։ Այսինքն թուրքերի հիմնական նպատակն է այսպես ցամաքային ճանապարհներով ձգվել ու ստեղծել մեկ ամբողջական թուրքական հսկա պետություն։ Այսինքն կենտրոնական Ասիայի երկրների միջոցով ճիշտ եմ հասկանում։ Այո, Ղազախստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, այդ ամբողջ հատվածով, նաեւ Ռուսաստանի արևելյան Կասպից ծովի ավազանի տարածքներով, Չեչնիա, Ինգուշետիա եւ այլն։ Դաղստան 2033-34-ը իրենց ծրագրերում այդ փուլն է։ 2053-ը արդեն
թուրքական ժողովուրդներին միավորման ամբողջական ժամանակ, այսպես վերջնաժամկետն է, երբ որ իրենք փաստացի պիտի հասնեն մինչև Ալթայ, այսինքն ուйղուրների հետ իրենց այսպես նախնիների հետ միավորման ժամանակը։ Եվ 2071 թվականը Մանասկերտի ճակատամարտի 1000-ամյակն է, դու գիտես, որ 1071 թվականին հայերի եւ հույների այսպես սխալ գործողությունների հետևանքով մենք Մանասկերտի ճակատամարտում դառը պարտություն կրեցինք եւ սելջուկ թուրքերը հաստատվեցին այստեղ։ 2071 թվականին, այսինքն Մանասկերտի ճակատամարտի 1000-ամյակի առիթով իրենց առաջ նպատակ են դրել դառնալ համաշխարհային գերտերություն։ Այնպիսի գերտերություն, ինչպես Ռուսաստանն է, Միացյալ Նահանգներն է, Չինաստան, Բրիտանիա եւ այլն։ Սա է իրենց գլոբալ նպատակը։ Եվ իհարկե այդ նպատակը զոտ ինչ որ ազգային մտածողություն չի, դա տնտեսություն է, դա ռազմական է, դա աշխարհին տիրանալու եւ ամբողջ ի վերջո մենք գիտենք գերտերությունների նպատակը փողն է։ Տարածաշրջանային առումով Տիգրան իրենք իհարկե փորձելու են կուլ տալ ամբողջ տարածաշրջանը։ Պարզ է, որ Հայաստանը դրա մեջ, պարզ է, որ Իրանի գոնե մեծ մասը դրա մեջ, Վրաստանը արդեն գրեթե կուլ են տվել, Ադրբեջան որպես տնտեսական տեսանկյունից կուլ են տվել։ Տնտեսական Սերսովիա ափերը ամբողջությամբ թուրքական կապիտալը։ Այո։ Իսկ եթե տնտեսությունը ինչ որ մեկինն է, մնացածը շատ հեշտ է, այսպես տեխնիկայի գործ է։ Ինչ է մեզ սպասում, եթե մենք ձեռքներս ծալած նստենք, մեզ սպասվելու է այն հայտնի անեկդոտի նման թուլանալ եւ հաճույք ստանալ։ Բայց ես կարծում եմ, որ մենք հաճույք մեր թուլացողները եւ հաճույք ստացողները, այսինքն այսօրվա կառավարությունը, որը թուլացել եւ թուրքերից հաճույք է ստանում, ինքը առաջիկայում հաճույք չի ստանա, որովհետեւ շատ տհաճ կլինի իր համար ամեն ինչ, այնինչ իրենց անելու են թուրքերը։ Ինչ պիտի անենք մենք հայերս, որովհետև ես տարբերակում եմ դնում նիկոլականներ, եթե կարելի է, չէ՞ քո եթերում նման արտահայտություններ անել։ Ազատ բոլորն էլ ունեն ազատ խոսքի իրավունք։ Հատկապես այս եթերում։ Ես չեմ վիրավորելու, զրկարտություն կամ վիրավորանք չեմ հնչեցնելու։ Ինձ համար կա հայերի երկու տեսակ, կամ ոչ թե հայերի, այլ Հայաստանում ապրողների։ Հայեր եւ նիկոլականներ, որովհետև Նիկոլականը իմ կարծիքով չի կարող, Նիկոլի հետևորդը չի կարող հայկական ինքնության արժեհամակարգ ունենալ։ Եթե մենք խոսում ենք մի արժեհամակարգի մասին, որը մերժում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը մերժում է Արցախը, մերժում է Արարատը, մերժում է մեր պատմությունը, ընդհանրապես մեր ինքնությունը մերժում է, ոնց կարող է հայ լինել։ Հետևաբար հայեր եւ նիկոլականներ։ Հիմա հետևաբար եթե Նիկոլը իր թիմով, նիկոլականներով թուրքերից հաճույք է ստանում տարբեր դիրքերով, մենք հայերս պիտի կարծում եմ Անդրանիկի գործը այսպես ստանձնենք եւ պայքարենք մեր ինքնության, մեր պետականության համար։ Ինչպես կարող է։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, եթե կարծում ես, եթե բավարարված ես այս պատասխանից, այո, ես 2011 թվականից, 10-11 թվականներից Արևմտյան Հայաստանում բավական խորը հանգամանալից ուսումնասիրություններ էի անում այնտեղ ապրող մեր հայրենակիցների մասին։ Շատերն են այդպիսի ուսումնասիրություններ արել, բայց ցավոք սրտի շատերի ուշադրության կենտրոնում եղել են Արևմտյան Հայաստանի բերդերն ու եկեղեցիները։ Իսկ այն ապրող, շնչող իրական կենթանի հուշարձանները, հա, մարդիկ, ովքեր մեր ազգային ինքնության պատկերներն են Արևմտյան Հայաստանում, այդ երկար ժամանակ անտեսված էին։ Ես ուսումնասիրեցի, իդեպ պիտի ասեմ, որ Հայաստանում դա սկզբում շատ այսպես սրերով ընդունվեց 2010-11 թվերին։ Ինձ մեղադրում էին, որ ես մուսուլման հայերին հայ եմ համարում, որ ես իբր ասում էի իրենց կարծիքով սխալ, որ Արևմտյան Հայաստանում 4 միլիոնից ավել ազգային ինքնությունը պահպանող հայեր կան, իրականում ավելի շատ են։ Քաղաքագետներ կային, քաղաքական գործիչներ, մշակույթի գործիչներ մեղադրում էին, որ ես կարծես թե թուրքական թեզն եմ առաջ տանում, բայց իրականում դա հակառակն էր։ Այո, Արևմտյան Հայաստանում, տարբեր տարածաշրջաններում, հատկապես Մուշի, Սասունի, Ալաշկերտի, Դիարբեքիրի կամ Տիգրանակերտի
Բայազետի, Իգդիրի, Կարսի, Խարբերդի, Համշենի եւ հիմնականում այս հատվածներում, էլի որոշ հատվածներում էլ, բայց հիմնականում այս նշածս հատվածներում մեծ թվով ազգային ինքնությունը պահպանած հայեր կան։ Ինչ է նշանակում ազգային ինքնությունը պահպանած հայեր։ Ինչ են անում այդ մարդը։ Արդյոք այդ մարդիկ քրիստոնյաներ են, արդյոք իրենք ազգային հոգևոր կամ ոչ հոգևոր, ընդհանրապես ազգային արժեքները, ազգային սովորույթները պահպանում են։ Մասամբ պահպանում են։ Գրեթե բոլորի տանը ես ում տունը որ մտել եմ, այսպես ասեմ, 10-ից 9 կամ 10-ից 10-ի տանը ես տեսել եմ մի անկյունում թաքնված խաչքար, տեսել եմ սուրբ անկյուն, որ մեր գյուղերում էլ կա, չէ, մոմ են վառել, տատիկները կամ երիտասարդ հարցները պարտադիր խաչակ ընկել են այդ մոմերի դիմաց։ Օրինակ Սասունում ես տեսել եմ հայկական գյուղերում, օրինակ Գևորգ Չաուշի գյուղում, տեսել եմ որ պարտադիր էր որ պիտի հայը հայից աղջիկ տանի։ Աղջիկ տղա տալը հայը հային, քրդին չպետք է աղջիկ տան։ Ես մուշում տեսել եմ որ մարդիկ պարտադիր պահպանում էին հայկական մեր հոգևոր ծեսերը եւ այնտեղ կիսաքանդ վերի թաղի կիսաքանդ Սուրբ Մարինեի եկեղեցում որ միայն 4 պատներ մնացել ուրիշ ոչինչ գնում էին այնտեղ մոմ էին վառում եւ հոգևոր երգեր էին երգում այնքանով ինչքանով հիշում են։ Ես տեսել եմ Համշենում Սևծովի ափին տեսել եմ որ մարդիկ օրինակ ուստաբաշների Գերդաստանը իրենք մեծահարուստներ էին, իմ ասածը 2017 թվականի մասին է, մեծահարուստներ էին եւ աշխատանքի վերցնում էին բացառապես հայերի, այն առումով, որ հայերը չհեռանան։ 700,000-ից ավել Համշենահայ կա Համշենի տարածաշրջանում, Հոպայում եւ մնացած վայրերում, Արդահանում եւ այլն։ Մուշում մոտավորապես 29,000 հայ կա Մուշի տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ Մուշի բնակչությունը մոտ 100,000 է, որից պատկերացրու 29-30% հայեր են։ Ես չէի ասի այնպիսի հայեր են, ինչպես օրինակ մենք քեզ հետ մեր բոլոր այսպես սովորույթներով ու արժեքներով։ Պարզ է, ապրում են թուրքերի ու քրդերի մեջ, պարզ է մեծ մասը իսլամացած են, ոմանք բռնի իսլամացած, բայց այն արժեքները, որոնք մենք ունենք պատմությունից եկող ժողովրդի մեջ մնացած, այդ արժեքները իրենք պահպանել են։ Կրկնում եմ, Սուրբ անկյունը, խաչքարը, մոմերը, վարդավառը եւ նման բաներ։ Բայց ո՞նց են կարողացել ցեղասպանությունից հետո, էթնիկ զուտումից հետո մնալ Թուրքիայի տարածքում ու պահպանել ինքնությունը։ Այդ ոնց է հաջողվել այդ մարդկանց, որովհետեւ մյուսները գաղթել են, չէ՞։ Մեծամասնությունը կամ սպանվել են կամ գաղթել։ Շատ քիչ մարդ է կարողացել գաղթել, մոտավորապես 5-ից 600,000-ի մասին է խոսքը, մոտ 1.5-ից մինչև 2 միլիոն մարդ դաժան կերպով սպանվել է, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ կարողացել է փրկվել։ Ինչպես են փրկվել այս մարդիկ։ Ոմանց պարզ է, որ իրենց նախնիներն են, որովհետև այդ մարդկանց փրկվածների մեծ մասը հիմա չկա, ողջ չի։ Ոմանք փրկվել են ուղղակի իրենց հարևան թուրքերի կամ քրդերի օգնությամբ, որ վերցրել են երեխային են իրենց տանը պահել, որպես իրենց երեխա եւ այդպես, իսկ մենք գիտենք որ մինչև սրանից 100 տարի չէ, ավելի այս կողմ 1935-36 թվականներին են Թուրքիայում մարդիկ սկսել ազգանուն ունենալ։ Այսինքն ոչ Գրանցամատյան է եղել, ոչ որևէ ծխամատյան, ծննդական, ոչ մի նման բան չի եղել, մարդը գոյություն չուներ որպես այդպեսին։ Թուրքերը բռի վայրենի կենդանիներ էին։ Եվ 1930-ականներին հենց Քեմալ Աթաթուրքն է, Քեմալն է հրաման տալիս, հստակ տարեթիվը չեմ հիշում, հրաման է տալիս, որ պետք է մարդիկ ազգանուն ունենան։ Իսկ ինչ եմ սա ասում, որովհետև մինչև այդ օրինակ ցեղասպանության տարիներին կարող էր մի քուրդ քրդերի մեջ էլ չէ լավ մարդիկ կան կամ թեկուզ թուրքերի մեջ էլ պատահում են խոշորացույցով կարող ես գտնել նորմալ մարդկանց վերցրել են ինչ որ խղճացել են մեկի երեխային, մեկի կնոջը, մեկի, չգիտեմ, հիմնականում կանանց կամ երեխաներին վերցրել պահել են որպես իրենցը այդպես փրկվել են ոմանք բռնի իսլամացվել են
կամ կսպանենք, կամ կդառնաս մուսուլման։ Սա է հիմնականում եղել։ Գյուղեր են եղել հիմնականում Սասունի շրջանում, որոնք մինչև վերջ, մինչև 1961-62 թվականները պայքարել են, կռվել են թուրքական բանակի դեմ եւ թուրքական բանակը այդպես էլ չի կարողացել մտնել այդ գյուղերը։ Այդ մասին շատ բան հայտնի չի, մենք միայն գիտենք ցեղասպանության մասին, բայց որ գնում էի այդ գյուղեր, օրինակ Սասունի կամ Մուշի գյուղեր, հիմնականում այս հատվածները, ավելի շատ Սասուն, եւ բարձրանում էինք եսիմ ինչ բարձրության վրա եւ պարզվում էր, որ այդ գյուղը ընդամենը սրանից մի 30-40 տարի առաջ է, որ հանձնվել է թուրքական կառավարությանը։ Այն էլ հանձնվել է այն առումով, որ թուրքերն ասել են՝ լավ, եկեք էլ իրար չսպանենք, դուք մնացեք ապրեք որպես հայ, մենք էլ ձեզ բան չենք ասի։ Այսպես են փրկվել։ Բայց մի հատ այսպես միտք կա, որ տարբեր մարդկանց հետ քննարկել եմ, ես էլ եմ տենց մոտավորապես այդ եզրակացության եկել, իհարկե մասնագիտական հարց է։ Օրինակ, եթե վերցնենք համեմատենք իրար հետ պարսիկներին ու թուրքերին, տեսեք, պարսիկները հազարամյա մշակույթով հին ազգ են, հենց իրենց տարածքում ապրած ձևավորված պետություն, ու այսօր ինչքան էլ իրենք ունեն ռազմական խնդիրներ գերտերությունների հետ, Իսրայելի հետ, Թուրքիայի հետ, պարսիկները ամեն դեպքում չունեն ծավալապաշտական նկրտումներ, չեն ուզում ինչ-որ մի երկիր գրավեն դա դարձնեն իրենց տարածքը, իրենք ուղղակի իրենցն են պահպանում, այն ինչ-որ իրենք ունեն, պահպանում են։ Թուրքերը որպես այդպիսին իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ, այսինքն մեծ Թուրանի ծրագրով, քիչ առաջ ինչի մասին որ դու խոսեցիր, ծավալվելու տեսանկյունից, որ անգամ Ռուսաստանի տարածքի վրա դեպի հյուսիս, օրինակ դա չի գալիս նրանից, եթե սենց ավելի պատմականորեն նայենք հարցին, որ թուրքերը երիտասարդ ազգ են, ու հենց այդ ապաճառը, որ դեռ ուզում են ծավալվեն իրենց այդ ծավալապաշտական նկրտումներով, օրինակ կարող է պատահի ոչ շատ շուտ, բայց մի 5-600 տարի հետո թուրքերն էլ արդեն պարսիկների նման միայն sense բավարարվեն այն տարածքով, որ ունեն ձևավորված ու չցանկանան օրինակ նվաճել այլ պետություններից տարածքներ, մղել պատերազմներ, օրինակ դա sense ճիշտ դիտարկում է, թե չէ, ինչ ես կարծում։ Հին ազգերի եւ նոր ազգերի հետ կապված համամիտ եմ, բայց ինձ մտահոգեց քո մի բառը 5-600 տարի հետո իրենք իսկ որ տարածքի վրա իրենք պիտի հաստատվեն։ Դե բնականաբար արդեն նվաճած կլինեն գուցե, դե բնականաբար հա, էդ էլ է խնդրահարույց, բան չունեմ ասելու, բայց ամեն դեպքում իմ կարծիքով իրենք լինելով երիտասարդ ազգ, Միջին Ասիայից եկած ու նվաճած նույն Արևմտյան Հայաստանի տարածքները, ամեն դեպքում այս պահին դեռ շարունակում են ու դեռ երկար ժամանակ շարունակելու են հարևան պետությունների համար մնալ վտանգավոր, քանի դեռ ունեն ծավալապաշտական նկրտումներ, որը որ ես համեմատեցի օրինակ պարսիկների հետ, որ էլի մուսուլմանական պետություն բան, բայց իրենք ուղղակի իրենց ունեցածն են պահում, պատմականորեն իրենց ունեցածը, որը որ արժանի է որ պահեն, որտեվ իրոք իրենցն է։ Իսկ թուրքերը օրինակ բոլոր հարևանների հետ ունեն խնդիրներ, Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Վրաստանի հետ արդեն տնտեսական նվաճման ճանապարհով, Հայաստանի հետ էլ չասեմ։ Այսինքն այստեղ կարծում եմ, ես ինչի համար սրա մասին խոսեցի, որովհետև մենք պիտի հայերս գիտակցենք, որ այդ խնդիրը կա, դա իրանց մեջ sense գենետիկորեն ոնց որ նստած մի բան լինի, որ իրենք անընդհատ ուզում են ծավալվել, այսինքն խաղաղության օրակարգը մեծ հաշվով կարա կեղծ լինի, որովհետև Թուրքիայի նպատակները լրիվ ուրիշ են, իրեն կցված Ադրբեջանի հետ միասին։ Այս հարցը եթե գիտականորեն փորձենք մարդկանց բացատրել, որ Թուրքիան այսպես պետություն է, որը ունի ծավալապաշտական նկրտումներ ու դեռ մի 500 տարի մոտավորապես տենց էլ լինելու է, որպեսզի մարդիկ հասկանան, վստահ են այդ պետության ժպիտներին, թե չէ, դիվանագիտական ժպիտներին վստահ են, թե չէ, մեր ժողովուրդը այսօր այդ խնդիրը ունի։ Իրենք մի հատ խաղաղություն, թրիփ եւ այլն, sense մի քանի բառ լսում են, ասում են, վայ ինչ լավ է, այսա հանգիստ կապրենք, սահմանները կբացվեն, կգանք, առևտուր կանենք եւ այլն, չնայած այդ առևտուրը sense տենց Վրաստանի միջոցով արվում է արդեն տարիներ շարունակ։ Ուզում եմ ուղղակի մեր ժողովրդի աչքերը բացվի, որ գիտականորեն իրենք հասկանան, որ կա տենց խնդիր։ Թուրքերը այսպիսին են։ Քեզ ցավալի պատասխան պիտի տամ, իհարկե շատ բազմաբնույթ բաներ ասացիր եւ դրան ամեն մեկը առանձին այսպես խոսակցության թեմա է։ Բայց ցավալի պատասխան պիտի տամ ժողովրդի առումով, հույս մի ունեցի, թե ժողովուրդը գիտական առումով շատ բան կհասկանա։ Ես ամենևին չեմ փորձում թերագնահատել մեր ժողովրդին, բայց ժողովուրդը որպես այդպիսի ժողովրդի պատկերացումը հենված է քարոզչության վրա։ Դու ավելի ուժեղ եղար քարոզչության առումով, համոզեցիր, որ Մարսը ավելի լավ մոլորակ է, քան երկիր մոլորակը։ Ես քեզ վստահեցնում եմ, ժողովուրդը
Վեր կկենա, ասի բոլորս գնացինք Մարս։ Այսինքն ժողովրդի մտածողությունը հենված է բացառապես քարոզչության վրա։ Նայած ով ավելի լավ քարոզչություն է անում, ավելի այսպես մտածված բազմակողմանի։ Բացի դրանից դու համեմատեցիր պարսիկների հետ, որպես հին ժողովուրդ, բայց չէ որ մենք էլ ենք հին ժողովուրդ։ Եվ մեր ժողովուրդը ուղղակի մենք էլ չունենք ծավալապաշտական նկրտումներ, ցավալիորեն ունենք տարածք հանձնելու, այսինքն օրինակ մի բան կորցնում ենք, համակերպվում ենք այդ կորցրած տարածքի հետ, ինձ դա է շատ վախեցնում, որովհետև մենք նաև ծավալի տեսանկյունից, տարածքային տեսանկյունից, տարածքի ծավալի տեսանկյունից մենք շատ վատ վիճակում ենք գտնվում, շատ փոքր է տարածքը, այսինքն ամեն մի սանտիմետր հողը մեր համար ունի կենսական նշանակություն։ Ես ուզում եմ քեզ ուղղակի այստեղ մի վատ համեմատություն ասեմ, որ մենք հոգեվարքի մեջ գտնվող պետություն ենք, որպես պետություն, մեր պետությունը մեռնող պետություն է, եթե այսպես շարունակվի։ Ես քեզ հետ համամիտ եմ, լրիվ համամիտ եմ, ցավոք սրտի, մեր ժողովրդի տրամադրությունների առումով եւ միշտ ինձ այսպես աչքիս առաջ գալիս է 2020 եւ 2023 թվականների նոր տարիները։ 2020 թվականի նոր տարին մեր ժողովուրդը հանրապետության հրապարակից սկսած մինչև ամենահեռավոր վայրերում ոչ սալյուտ կրակեց, ոչ առանձնապես ինչ որ նոր տարի արեցին, ոչ ուրախացան, բայց ինչու, ոչ թե նրա համար, որ մենք Արցախի մի մասը կորցրել էինք, այլ նրա համար, որ մենք 5000 եւ ավել զոհ էինք տվել, մարդու մասին է խոսքը։ Եվ ճիշտ արեց, որ սուկ պահեց, այո։ 2023 թվականին, երբ որ մենք կորցրինք ամբողջ Արցախը, մենք կորցրինք մեր, չգիտեմ, վերջին 100-ամյակի մեր արժանապատվությունը որպես այդպիսին, կորցրինք տարածք, կորցրինք 100-ավոր, 500-ից ավելի մեր հայրենակիցների, շատ բան կորցրինք։ Գիտես, չգիտեմ մեր հայրենակիցները ոնց կհասկանան, բայց հողը շատ ավելի թանկ է, քան մարդու կյանքը, որովհետև մարդու կյանքը արժևորվում է այդ հողի վրա։ Եթե այդ հողը դու չունես, այդ կյանքը որպես այդպեսին արժեք չունի։ Բագրատ Սրբազանը մի շատ հետաքրքիր խոսք է միշտ ասում, մենք որ հանդիպում էինք, ասում էր, գիտես, եկեղեցու քարը սուրբ է, չէ՞։ Մենք գնում եկեղեցու քարը համբուրում ենք, պատի, երբ որ եկեղեցու պատի վրա է։ Բայց փորձիր եկեղեցու պատի վրայից այդ քարը հանել եւ շպրտել փողոց ճանապարհի վրա։ Այդ քարը դառնում է սովորական քար, դու վրայով կանցնես եւ քեզ համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Եկեղեցու քարը մենք ենք։ Եկեղեցին մեր պետականությունն է, մեր հայրենիքն է, մեր հողն է։ Երբ որ մենք այդ եկեղեցու վրա չլինենք, մենք կլինենք դաշտում, փողոցում ընկած մի քար, որը իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Ցավոք սրտի 23 թվականին նոր տարվան մեր ժողովուրդը համատարած ճոխ նոր տարի արեց այն պայմաններում, երբ որ 150,000 մեր հայրենակիցներ զրկվել էին տներից, հայրենիքից, գերեզմաններից, ամեն ինչից։ Եվ դա պիտի լիներ սուկ։ Իսկ մեր պետությունը, մեր ժողովուրդը եւ մեր իշխանությունը անգամ, ասենք, մեկ օրվա սուկ չհայտարարեց Արցախի կորստի համար։ Այս առումով չեմ կարող մեր ժողովրդի մասին այսպես շատ մեծ հրաշալի բաներ ասել, իհարկե շատ սիրում եմ իմ ժողովրդին, այն որ ասում է դու սեփական ծնողին կամ ծնողից կամ սեփական երեխայից չես հրաժարվի իհարկե, ինչքան էլ որ ինքը սխալներ թույլ տա, բայց պիտի նաև իրականությունը տեսնենք։ Այո, թուրքերը որպես երիտասարդ ժողովուրդ իրենք այո ծավալապաշտական նպատակներ ունեն, բայց եթե խոսում ենք այն մասին, որ 500 տարի հետո, եթե 500 տարի թուրքերը մնան մեր հայրենիքում, այսինքն արևմտյան Հայաստանում, ապա Հայաստանի Հանրապետություն իսկի 50 տարի հետո չի լինելու, ուր մնաց 500 տարի հետո։ Հետևաբար այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Կամ մենք պիտի մտածենք մեծանալու մասին դեպի մեր հայրենիքի հողերը արևմտյան Հայաստանի, կամ պիտի մենք մտածենք ամբողջությամբ ձուլվելու մասին։ Բայց իրատեսական է դա, որ մենք օրինակ կարողանանք մենք ունենանք ծավալապաշտական նպատակներ եւ ինչ որ բան վերադարձնենք։ Թուրքիայի հանդեպ դա հնարավոր է, լավ եթե օրինակ Արցախի վերադարձը ինչ որ մի ժամանակի ես էլ եմ հնարավոր համարում, բայց եթե խոսքը վերաբերվում է բուն Թուրքիային, արդյոք դեռ իրատեսականություն կա ասածի մեջ։ Այո, ոչ միայն իրատեսական է, այլև պարտադիր է, ասեմ ինչու, որովհետև այս դեպքում հիմա արդեն Արցախը եւ Թուրքիան դրանք դարձել են մեկ ընդհանուր մեծ հրեշի, այսպես
մասեր, հա, Արցախը, մեր հայրենիքը, այդ առումով եւ ընդհանրապես թուրքական հրեշին են մաս դարձել։ Իսկ ինչպես ես այստեղ ուզում եմ օրինակ բերել հрьяաների պատմությունը 1896 թվականին եթե չեմ սխալվում հрья տեսաբան Թեոդոր Հերցլը մի աշխատություն է գրում որ կոչվում է հрьяաները պիտի մեռնեն ինչու է այս աշխատությունը գրում թվում է թե տարօրինակ բան է չէ հрьяաների մասին է խոսում բայց ինչ է ասում է հрьяաները այնքան են հեռացել իրենց ազգային ինքնությունից, այնքան են թուլացել, այնքան են կորցրել իրենց կապը, իրենց հայրենիքի եւ ընդհանրապես ապագայի հետ, որ հрьяաները պիտի մեռնեն, այսպես որ շարունակեն։ Ասում է աշխարհում երկու հрья որտեղ տեսնես, խոսքը 1896 թվականի մասին է, մեր օրվա մասին չի։ Ասում է աշխարհում երկու հрья որ իրար տեսնեն, պիտի իրար ծեծեն, որովհետև համերաշխ չեն, անմիաբան են։ Ասում է նույնիսկ այսպիսի մի հումոր կա հрьяաների մասին, ասում է նավ է խորտակվում օվկիանոսի մեջ, բոլորը խեղդվում են բացի երկու հрьяաներից։ Ասում է իսկ գալիս են փրկում են այս երկուսին, ասում են բա ոնց փրկվեցիք, ոնց եղավ որ բոլորը խեղդվեցին, դուք չխեղդվեցիք։ Ասում է մենք կռիվ էինք անում իրար հետ։ Այսինքն իրենք իրար հետ լեզու գտնել չեն կարող։ Այսօր էլ որ դու հрьяաների հետ խոսում ես, հрьяաները չեն թաքցնում, որ իրենք ներսում իրար հետ հաշտ չեն։ Նույնիսկ Թեոդոր Հերցլը իր հոդվածում մի ուրիշ բան էլ է ասում է աշխարհի հрьяաների 80%-ը չի ուզում ամուսնանալ հрьяայի հետ, որ իր երեխան հрья չծնվի։ Ասում է որ հрьяաների մայր լեզուն եբրայերենը մեռած լեզու է եւ իրոք մեռած լեզու էր 1900-ականներին արհեստական շնչառության վերակենդանացրին բայց այս ամեն ինչից հետո ասում է մենք պիտի ստեղծենք հрьяական ազգային գաղափարախոսական ծրագիր եւ ոտքի հանենք հрья ժողովրդին մենք ասում է պիտի 50 տարվա ընթացքում հрьяական պետություն ստեղծենք 0-ից եւ կարողանանք նվաճել մեր հայրենիքի հողերը Սա հрьяաների մասին է եւ 1899 թվականին երբ որ հрьяաները կարողանում են ստեղծել իրենց Der Judenstaat կամ հрьяական պետություն սիոնիզմ աշխատությունը դրա վրա իրենք արդեն մեծ վերադարձն են 5 անգամ անում Ալեա կոչվող եւ 1949 թվականին ի վերջո ստեղծում են 0-ից ոչ մի բանից ստեղծում են հрьяական պետություն գումարած դրան մինչեւ այսօր իրենք այլոց ուրիշներից նվաճում են տարածքներ, անվանելով դա իրենցը։ Տեսեք, ամբողջությամբ արաբական երկրներով է շրջափակված, այսքան փոքր երկիր է 20000 քառակուսի կիլոմետր, ինչեր է անում։ Ոմանք ասում են, դե գիտես, դա ամերիկան թիկունքին կանգնած է, հավատացած եղեք։ Եթե չունենան իրենց հստակ ռազմավարությունը, հստակ գաղափարախոսական ծրագիրը, գաղափարախոսությունը ամերիկան չէ, չգիտեմ, ով է լինի իրենց թիկունքում իրենք ոչինչ անել չէին կարող այդ արաբական հսկայական աշխարհի դիմաց։ Հիմա մեր առումով այո, իրատեսական եմ համարում Արևմտյան Հայաստանի ազատագրումը, եթե մենք կարողանանք ի վերջո կյանքի կոչել ազգային գաղափարախոսական ծրագրեր։ Գաղափարախոսություն չէ, մենք ունենք գաղափարախոսություն։ Իդեպ մեծարգո գիտնական Ալբերտ Նալչաջյանը այս մասին շատ է խոսել ինձ համար եւ իմ լավ բարեկամն է եւ նաեւ ինձ համար մեծ ուսուցիչ է ազգի հոգեբանության առումով գաղափարախոսություն մենք ունենք գաղափարախոսական ծրագիրն է որ անհրաժեշտություն է այսինքն որտեղ ես տեսնում քո երկիրը 10 տարի հետո 50 տարի հետո 100 տարի հետո սա է կարևոր թուրքերն օրինակ ունեն Ադրբեջանը 2003 թվականին ստեղծել է այդ ծրագիրը իդեպ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել, ինչու հոկտեմբերի 15-ին, որտեղ այդ օրը ինքը այսպես տեղադրվեց որպես Ադրբեջանի նախագահ եւ իր ելույթում մի բան է ասում է 20 տարի հետո այս օրը ես մտնելու եմ Ստեփանակերտ ինքը։ Իսկ երբ Ալիևը մտավ Ստեփանակերտ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին։ 23 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ուղիղ 20 տարի հետո։ Ինչի մասին է, սա պատահական զուգադիպություն չի, սա կոչվում է ծրագիր։ Հստակ ծրագիր ունենք։ Այո, հստակ ծրագիր։ Մենք չունենք այդ ծրագիրը։ Մենք չունենք մեր ապագայի ծրագիրը։ Մեր ժողովուրդը չգիտի։ Ես վերջերս Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում մեկի հետ զրուցում եմ, ասում է
Ախպեր ջան, բանը ցեմենտը ավազը ասում եմ թափել եմ, բայց վախենում եմ շինարարություն անեմ։ Ասում եմ ինչու։ Դե ասում եմ չգիտեմ, այս թուրքի նվաճածը նկատի ունի Նիկոլին, էլի։ Ասում եմ ես չգիտեմ, կտա կարող եմ մեր հողերն էլ տա, իզուր ինչի տուն սարքեմ տամ թուրքին։ Այսինքն անորոշություն է մեր ժողովրդի մոտ։ Եվ եթե կա անորոշություն, չի կարող լինել ապագայի տեսլական։ Դու պիտի ունենաս ծրագիր, որ անորոշությունից դուրս գաս, այսինքն գոնե 3 փուլ պիտի ունենաս ազգային՝ կայունացում, զարգացում, հզորացում։ Շատ լավ, վերադառնալով Թուրքիային, մի հատ sense կարճ հարց, օրինակ այդ ամեն ինչի համատեքստում դու Էրդողանին ուժեղ ղեկավար համարում ես։ Համարում եմ, այո, ուժեղ ղեկավար համարում եմ, բայց ես քանի որ Էրդողանին մեկ անգամ տեսել եմ, այսպես լավ քո հետ չհամեմ արդեն, բայց մոտավոր է, այսպես ասեմ, նույն հեռավորությունից մոտավորապես 3-4 րոպե զրուցել ենք։ Դա որ թվականին որտեղ։ Դա Թուրքիայում էր, Արևմտյան Հայաստանում, Մուշում, կարծեմ 2014 թվականն էր, եթե չեմ, կամ 14 կամ 15։ Ինչ առիթեր էլ հետաքրքիր է պատմի։ Ես ֆիլմեր էի նկարում Արևմտյան Հայաստանում, հերթական ֆիլմերն էի նկարում եւ այդպես 14 թիվն էր։ Եվ այնպես եղավ, որ երբ որ ես այն թափից վերադառնում էի Դիարբեքիր, Մուշ այդ հատվածում, ճանապարհները փակ էին։ Ես այդ ընթացքում հանդիպեցի նաեւ քրդական բանվորական կուսակցության, որ ահաբեկչական է համարվում, այն ժամանակվա ղեկավար, հիմա ճիշտ ասած չգիտեմ նա է թե չէ, Մուրադ Քարայալանի հետ։ Մենք բավական երկար զրուցեցինք, ես դե ինձ հետաքրքրողը կոնկրետ Արևմտյան Հայաստանի հայերն են։ Մեծ հաշվով ինձ հետաքրքիր չի թուրքերն ու քրդերը իրար ինչ կանեն։ Անկեղծ։ Եվ այդ հանդիպումից հետո ինձ, երբ որ ես գնացի Մուշ, ինձ դիմավորեցին թուրք ոստիկանները, հյուրանոցը մտան հյուրանոցի համար եւ ինձ բերման ենթարկեցին, ինչի համար, որ ես հանդիպել եմ քրդական այդ տերորիստական կուսակցության կամ կազմակերպության ղեկավարի հետ, Մուրադ Քարայալանի հետ։ Պարզվեց, որ Մուշի եւ որոշ ժամանակ, երբ որ ինձ պահեցին ոստիկանությունում, մոտեցավ ոստիկանապետը, որոշ թուրքերեն բաներ հարցրեց, որոշ բաներ ես ինչքան որ գիտեի թուրքերեն, իսկ ես այն ժամանակ թուրքերեն շատ վատ գիտեի, հետո սովորեցի։ Հիմա լավ գիտես։ Համենայն դեպս հաղորդակցվում եմ։ Բիրաս քոնշոյարım։ Հասկանում եմ։ Օրինակ հաղորդում բան որ նայում ես, հասկանում ես։ Այո։ Իսկ կարդալ։ Հա, ավելի լավ, քան այս ոստիկանապետը, Մուշի ոստիկանապետը մի փոքր այսպես փորձեց, ես էլ փորձեցի կոտրտված թուրքերենով եւ այլն, ձեռքը դրեց ուսիս, ասեց. «Լսալա քզի ինչա քսիմ։ Դու իմ ախպերն ես»։ Զարմացա էլի, ես ինչ ասում։ Ես հատուկ եմ այս բարբառով ասում, դա ինձ հարազատ բարբառ է։ Ես մշեցի եւ ալաշկերտցի եմ արմատներով եւ իմ պապերը հիմա իմ հարազատ գյուղում, իմ ծննդավայրում լիճկում էլ են այսպես խոսում։ Իմ ալիս, դարակերտաս, ինչա կենիս։ Եվ ինձ համար զարմանալի էր այս խոսքը, ասեց. «Տղա ջան, ես քզի ոչինչ չէ որ այսպես բարբառով խոսեմ, ավելի հետաքրքիր է դառնում»։ Ասեց. «Տղա ջան, ես քզի մի հատ բան ակսիմ, դու իզուր մի բզբզա, իզուր մի մդի այնտեղ, որտեղ քզի պետք չէ»։ Ես էլ սկսեցի հայերեն խոսալ, առավել եւս Մուշի բարբառով, ասի օրի նշանակում է ինչու։ Բայց ինչ որ ես բարբառով ասի, հասկացար, չէ՞։ Հա։ Ասեց. «Իդուանք թուրքին»։ Այսինքն սրանք թուրք են։ Ասի, բա դու ինչ ես։ Ասեց. «Ես հայ եմ։ Իմ տադիգն շատ մեծ դժվարությամբ է փրկվել։ Ես ջուզիմ որ քզիլ է թուրքեր վերացում։ Ես չեմ ուզում որ քեզ էլ թուրքերը վերացնեն»։ Այսպես փոքրիկ խոսակցություն եղավ։ Ասեց ես իմ ոստիկաններից 2 հոգու կտամ, որ քեզ ուղեկցեն ընդհանրապես ու դու քրդերի հետ կապ չունենաս, էլի քրդերի հետ համագործակցության անվան տակ ավելորդ գլխացավանք ունենաս, նույնիսկ եթե չես համագործակցում։ Ես իրեն ասացի, որ ոչ մի համագործակցություն չկա, ավելին ես քրդերին նույն թշնամին եմ համարում, ինչ թուրքերին, հաշվի առնելով, որ ցեղասպանության ժամանակ թուրքերին հավասար քրդերն են կոտորել մեր նախնիներին։
Եվ այդ խոսակցության ժամանակ ասեց, գիտես չէ, որ հիմա Էրդողանը վանում է։ Եվ ասեց վաղը պիտի մուշ գա։ Չգիտեի։ Այդ ժամանակ նախագահ էր արդեն Էրդողանը։ Հա, Էրդողանը շատ վաղուց։ Մի խոսքով նախաձեռնեցի գնացի Վան։ Ինչու գնացի Վան, որովհետև մուշում ես չունեի այն իդեպ ասեմ մուշի ոստիկանապետի խորհրդով էլի ասեց եթե շատ ես ուզում քո ֆիլմի համար կարող է մարդ ես էլի այդ հիստերիկը հանգարց Էրդողանի մասին է խոսքը այդ հիստերիկը հանգարց ուզենա ասենք հանդիպի հետը համենայն դեպս իդաշներ այսինքն թուրքերին նկատի ուներ էլի ասում իդաշներ քեզնից ձեռք քաշին այսինքն քեզնից ձեռքը քաշեն ես գնացի Վան Վանի նախկին քաղաքապետ Բեկիր Քայան, որը ազգությամբ քուրդ էր եւ այդ ժամանակ բանտում նստած էր, ես իր հետ բավական լավ հարաբերություններ էի ձևավորել 2011 թվականին, նույնիսկ հարցազրույց է իրենից վերցրել, երբ որ իմ ֆիլմում կա, ինքը ասում է բարով եկաք ձեր հողեր։ Իհարկե քրդերեն, թուրքերեն է ասում, թարգմանում ենք։ Ու այդ ժամանակ Վանի քաղաքապետը Բեկիր Քայայի կուսակցությունից էր Եվ այնպես էր եղել, որ Բեկիր Քայայի օգնականը շարունակում էր աշխատել որպես էլի քաղաքապետի օգնական։ Մոտեցա իրեն, հիշեց, խոսեցինք մի քիչ եւ այլն, որ պարզվեց Բեկիր Քայայի որդին էլ է այդ քաղաքապետարանում աշխատում, բավական զրուցեցինք, առաջարկեցի հնարավորություն կա, որևէ ես հույս չունեի Էրդողանին, ասենք հանդիպել, ես մտածում էի պարզապես տեսնել, ինչ որ միջոցառման ներկա լինել, որտեղ Էրդողանն այդ ինչ որ երկարատև այցով, մի քանի օրվա այցով էր։ Ինքը քաղաքապետի հետ էր խոսել եւ այդ նույն երեկոյան, երբ որ քաղաքապետը այսպես ճաշկերույթ էր կազմակերպել Էրդողանի շնախմբի համար, շքախումբ չասեմ էլի, այս քաղաքապետը ասել էր, մոտեցել էր Էրդողանի օգնականին, ասել էր, որ Հայաստանից գազեթեջի կա, գազեթեջին լրագրող։ Իդեպ այստեղ մի հետաքրքիր հումոր պատմեմ, հուսով եմ մի քիչ որ թեթև բան լինի։ Ուրեմն ադրբեջանցիները, թուրքերը շատ իրենց մեջ ընդունված է հերոստա լրագրողին անվանում են տելևիզատոր գազետեջի։ Տելևիզատոր հիմնականում, ասենց հիմար բաներ կա իրենց մեջ, էլի գազետեջի իրենց մոտ ընդհանուր առմամբ լրագրողն է։ Ուրեմն Երևանում այդպես մեկի հետ խոսում էի, մեկ էլ էս աղջիկը ասեց, լավ, եթե հերոստա լրագրողին ասում են տելևիզատոր, ապա օրինակ ռադիո լրագրողին պիտի ասեն ռադիատոր։ Այս բանը թուրքերի տրամաբանություն է, էլի։ Որտեղ տելևիզատոր բառը մենք հումորով օգտագործում ենք մեկ-մեկ, չէ՞, ինչ-որ կատակով որպես անգրագետ բառ, օրինակ տելևիզորին տելևիզատոր։ Ինչը որ ծաղրում ենք, դա թուրքերի համար բավական մեծ, այսպես բարձր արժեք է։ Եվ այս բանը Վանի քաղաքապետը Էրդողանի օգնականին, որը հետագայում դարձավ իհարկե Մուշի քաղաքապետը, Ֆեյատ Ասիայի մասին է խոսքը, Ֆեյատ Ասիային ասել էր, Ֆեյատ Ասիան եկավ ինձ հետ հանդիպեց, հարցրեց ինչ ես նկարում, ինչ ոնց եւ այլն, ես ասացի Եվ ինչից հետո գուցե մի քիչ երկարացնում եմ, բայց այդ որ բան լինի։ Հետո ինքը ասաց, որ Էրդողանը ուզում է քեզ տեսնի։ Եվ ինձ ուղեկցեցին այդ կենթանու մոտ։ Մոտավորապես 3-4 րոպե է եղել, ես ասեմ, որ այն ինչ որ մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ, շատ քիչ ենք տեսնում նրա մարդկային կերպարի։ Նա գայլ է, նա հրեշ է, բայց այսպես ասեմ, նախ հիվանդ, դեռ այն ժամանակ 14 թվին ծանր, այսպես մի կերպ շարժվելով, նրա ամեն մի շարժվելուց այսպես այն հին սովետական դռներ կա է, որ ասենց բացում փակում ես ճռռում է։ Այդ մոտավորապես այդ վիճակն է, այսպես անընդհատ մասկա անելով են էլի դրան պահում բարի բոլոր իմաստներով։ Եվ բայց միաժամանակ նաև նյարդային այսպես բան ես այդ մարդու կերպարը ընդհանրապես ինձ վրա տհաճ եւ զզվելի տպավորություն թողեց։ Մի երկու հարց տվեց, ինչ ես նկարում, ինչի ես եկել Թուրքիա, բան, ասեցի, որ ես եկել եմ Թուրքիայի Հանրապետություն, հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահի հետ եմ խոսում, ասեցի նաև իմ պատմական հողերի մասին եմ ֆիլմ նկարում, հարցրեց Սեն Էրմենի, դու հայ ես, քո պատմական հողը ո՞րն է, թարգմանիչ կար իդեպ։ Դե ասեցի Բաթա Էրմենիստան, Արևմտյան Հայաստան։
Ծիծաղեց ինքը, իդեպ գիտես չէ, ինքը մաքուր թուրք չի։ Ինքը վրացի է։ Հա։ Այո, ինքը վրացի է եւ իհարկե ծնվել է Թուրքիայում, Սերծովի ափին, բայց իսլամացած վրացի է ինքը։ Ինքն էլ ծիծաղեց, ոչինչ չասաց իհարկե դրան, բացարձակ։ Այդ կողքի չինովնիկներն էլ, այդ մանկլավիկներն էլ բերանները բացեցին, ծիծաղեցին եւ այլն, ասաց գոհ ես մեր երկրից, ասի ես գոհ եմ իմ հայրենիքից։ Ասաց իսկ ինչով կարող եմ ես քեզ օգնել, ասի ուղղակի խնդրում եմ, ես թշնամություն չեմ քարոզում թուրքերի եւ հայերի մեջ, ես ուզում եմ իրականության մասին խոսել, ասաց եթե ես ժամանակը գա ուզենամ որ դու ինձնից հայերի համար ու ընդհանրապես շատ բանով էր խոսում, արհամարանքով էր խոսում հայերի մասին։ Եթե ժամանակը գա ուզենամ հայերի համար հարցազրույց տամ, դու կգաս ինձնից հարցազրույց վերցնելու, ես հասկացա, որ այս մարդը եւ իմ ժողովրդին է ծաղրում եւ ինձ է ծաղրում։ Այսպես չեմ ուզում հերոսական գլուխ գովալ, ասել գիտես, ես թուրը հանեցի, սրա խոխ արեցի, մի հատ էլ վիզը կտրեցի, ասի վայ ես քո ես, չէ իհարկե։ Ես ուղղակի այսպես կիսաժպիտ ասացի, երբ որ ժամանակը գա, մենք կմտածենք, պարոն նախագահ։ Այսպես մոտ 4 րոպե ասաց ինքը այսպես շուռ եկավ, արդեն քայլելով գնում էր, ասաց քեզ ոչ մեկ չի խանգարի, ֆիլմդ նկարի, բայց հանկարծ սխալ բաներ չանես։ Ну, բառացի չեմ հիշում, մոտավորապես սա էր, էլի։ Իհարկե ինքը ուժեղ կերպար է, իհարկե ուժեղ ղեկավար է եւ ինքը ուզում է դառնալ Քեմալ Աթաթուրքի կրկնօրինակը։ Դե այդ դեպքում նման ուժեղ առաջնորդի հետ արդյոք մեր կողմից կարող է բանակցի թույլ առաջնորդ, թե մենք էլ պիտի ուժեղ առաջնորդ ունենանք, որպեսզի արդեն անձերի մակարդակով հավասարություն տիրի, որպեսզի բանակցային սեղանին ոչ թե Հայաստանը դրվի, այլ Հայաստանի շահերը լինեն քննարկման առարկա։ Տիգրան, բայց մենք առաջնորդ չունենք։ Ինչ թույլ առաջնորդի մասին է խոսքը։ Դե հետագայի համար առաջիկայում ընտրություններ են։ Այո, հետագայում մենք պիտի կարողանանք կատարել ուժեղ ընտրություն, չէ՞։ Այո, միանշանակ։ Ես իհարկե մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ է լինելու եւ որ ասեմ հույս ունեմ, վստահություն ունեմ, որ ինչ որ բան կփոխվի, պիտի չասեմ այդ բանը։ Ես ընդհանրապես հույսերով չեմ ապրում, ինձ օրինակ հաճախ հարցնում են ինչ է լինելու, ասում եմ լավ կլինի, բայց երբեք չեմ ասում, որ մենք կհաղթենք Նիկոլին, որովհետև մեր հաղթանակը կամ ժողովրդի կամ ընդդիմության հաղթանակը եւ պարտությունը կախված է ընդդիմության աշխատանքից։ Դե հիմա հուսադրող աշխատանք գնում է, հետաքրքիր տնտեսական ծրագրեր կան, օրինակ որ ներկայացնում են, որը որ տեսնում են, որ բավական ողջավորությամբ է ընդունվում։ Օրինակ 21 թվին այս վիճակը չկար, 21 թվին կար նախկիններ, ներկաներ, ինչ որ խոսույթ։ Իսկ հիմա արդեն կան քաղաքական ուժեր, որոնք կոնկրետ ծրագրերով ժողովրդին ներկայացնում են, թե ոնց կարող են բարեփոխել, բարելավել իրենց կյանքը, մի քիչ ուրիշ իրավիճակ է։ Գուցե այդ նախկիններ կոչված, ես իհարկե դա իմ ձևակերպումը չի, նախկիններ կանել է, էլի բնականաբար, բայց այդ ուժերն էլ կան, բայց հիմա ավելի մի քիչ sense ոնց որ restart է գնում քաղաքական դաշտում, որը իմ կարծիքով բավական հուսադրող է։ Էլի խոսելով մեր ներքաղաքական հարցերից, օրինակ քո գնահատականով ԿՊ падգամավորները եւ առասարակ իշխանության ներկայացուցիչները էլի ինչպիսի գումարներ են ծախսում իրենց կյանքում, իրենց կյանքը բարելավելու վրա, օրինակի համար մեծ պարգևավճարներ են ստանում եւ այլն, ոնց է գնահատում այդ իրավիճակը, իրենք եկել էին այն լոզունգներով, որ պիտի պայքարեն արդարություն հաստատելու համար, չէ, հիմնականում այդ մեծ ֆինանսները վերագրվում էին նախկին իշխանություններին, բայց մենք այսօր տեսնում ենք, որ իրենք ինչ որ խոշոր պարգևավճարներ միլիոնների հասնող չենք հասկանում թե ինչի համար, որովհետև օրինակ պարգևավճարի երևույթը ինչ որ մի նվաճման համար պիտի ստանաս, երբ որ դու քո ոլորտում այնքան լավ բան ես արել, որի համար քեզ նաև աշխատավարձից զատ պարգևատրում են։ Դա առողջ երևույթ է, օրինակ կարող է լինի ինչ որ մի պաշտոնյա, որը որ ինչ որ մի գործում հաջողել է, դրա համար իրեն պարգևատրեն, բայց մենք համատարած պարգևատրում ենք տեսնում վերին օղակների, որտեղ որ չենք հասկանում, թե ինչի համար նման խոշոր գումարներ հարկատուների գրպանից գնաց իրենց, օրինակ սա ոնց կմեկնաբանես։ Անկեղծ ասած, քանի որ ես սկզբունքորեն աշխատում եմ ԿՊ-ի այդպես առանձնյակների մասին բան չխոսել, ինչու չխոսել, գիտես, որովհետև ես ինքս ոնց ասեմ,
չգիտեմ ինչքանով ճիշտ կհասկացվի, խոսել մարդկանց մասին, որոնք իրենց կյանքով, իրենց ապրածով, մի քիչ այսպես տղայական խոսեմ, էլի, իրենց ապրածով ոչինչ չկան, ոչինչ չեն արել, խոսել դրանց ու գնահատել։ Բայց այսօր իրենց վարքագծից կախված է նաև ժողովրդի վիճակը, ժողովրդի կարգավիճակը, ֆինանսական վիճակը։ Գիտես, իրենցից ոչինչ կախված չի բացարձակ։ Չէ, մարդկանց կյանքի որակը, եթե պաշտոնյաները որոշում են կայացնում, դա Նիկոլ Փաշինյանից եւ Նիկոլ Փաշինյանի կողքի 2-3 հոգուց։ Մնացած բոլորը բուտաֆորիա են։ Կամ իրենց սիրած բառերով ասած ուսապարկ։ Իհարկե, այդ ուսապարկերը, երբ որ Հայաստանում փոխվի իշխանությունը, մեկը մի քիչ շատ կպատժվի, մեկը մի քիչ քիչ կպատժվի, նայած իրենց գործած հանցանքներից, բայց կպատժվեն։ Ես այստեղ ուղղակի գուցե մի քիչ չարչրկված բան եմ ասում, բայց հայտնի անասնաֆերման այդ աշխատության Օրուելի, որտեղ ասում է կան մոտավորապես ոնց է ասում է ավելի արժանի խոզեր եւ պակաս արժանի խոզեր, չէ՞, կամ ավելի հավասար խոզեր, բոլորը հավասար են, բայց այս խոզերը կարծեմ, եթե մեջբերումը ճիշտ անեմ, կան անասուններ, որոնք հավասար են, բայց կան անասուններ, որոնք ավելի հավասար են, քան մյուսները, կարծեմ, ես գիրքը վաղուց եմ կարդացել, կարծեմ նման, ես սա գրքից մեջբերում է Օրուելի խոսքերն եմ ասում, հա, եթե ուզում էիր դա ասել, ոնց որ թե դա էր։ Լավ, թեման շրջանցելով, եթե չես ուզում իրենց մասին խոսել, ինչպիսին ես պատկերացնում։ Ուղղակի լուրջ բաներից ենք խոսում, մեկ էլ ՔՊ։ Ինչպիսին ես պատկերացնում ուժեղ առաջնորդին, օրինակ, որը որ Հայաստանը պիտի ղեկավարի ու մեր ազգային ծրագրերը իրականացնի։ Ու նաև Հայաստանը ուժեղացնի թե տնտեսապես, թե բանակը, թե դիվանագիտությունը, ինչպես կբնութագրես այդ ուժեղ առաջնորդին, ինչպիսին պիտի լինի նա։ Ամենակարևոր բանը, որ կարող եմ այսպես 3 բնութագիր, 3 հատկանիշ նշել։ Իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, էլի։ Ես ինքս երբեք չեմ եղել, օրինակ, քաղաքական առաջնորդ, որ օրինակ ասեմ իմ փորձով։ Բայց պատկերացումը որպես քաղաքացի։ Այո, 3 հատկանիշ ինձ համար կա 3 հատկանիշ։ Առաջինը հայրենասեր, հայրենիքի գիտակցում։ Հայրենասերը նաև այդ հայրենաճանաչն է, հայրենասերը պետականության ու հայրենիքի գիտակցում ունենալն է, եւ որ պատրաստ չլինի հանուն այս պահի հաճույքի, օրինակ հայրենիք վաճառել եւ այլ։ Հայրենիքի գիտակցում, այսպես ինձ թվում է իմաստ էլ չունի դա բացատրել ինչա։ Երկրորդը լսելու կարողություն։ Ինչու եմ ես սա շատ կարևորում։ Հենց այսօր էլ, հենց հիմա մեր քաղաքական դաշտում, այդ թվում նաև ընդդիմության դաշտում, շատ մարդիկ կան, որոնք մեծ կամ փոքր ինչ-որ տեղերում առաջնորդության հակումներ են ցուցաբերում։ Շատերը լսելու կարողություն չունեն։ Լսել չի նշանակում ենթարկվել։ Լսել նշանակում է ընկալել։ Լսել նշանակում է խորհուրդ հարցնել։ Օրինակ, այսպես ասեմ, դու եթե լինես քաղաքական առաջնորդ, երկրի ղեկավար, եւ ես լինելով մահկանացու սովորական շարքային մարդ, բայց իմ ոլորտից, օրինակ, իմ մասնագիտական ոլորտից փորձեմ քեզ առաջարկել այս բաները, ես չեմ ասում դու պարտադիր պիտի անես, բայց գոնե լսել կարևոր է, որովհետեւ առաջնորդը ամենագիտակ չի, առաջնորդը ամենակարող չի։ Ցավոք սրտի մեզանում կա այդ արատավոր երևույթը, երբ որ առաջնորդների կամ նրանց կողքի մարդկանց մոտ պատկերացում տպավորություն կա, այսպեսի մտայնություն, որ առաջնորդին չի կարելի ասել, որ էս ճիշտ է, առաջնորդը ամեն ինչ գիտի։ Ես հաճախ լինես չլինի խորհրդականների ինստիտուտը։ Դե բայց դու էլ գիտես, որ խորհրդականները ընդամենը փող են ստանում 90% գովելու համար, չէ՞։ Գովելու համար, այո։ Ավելի շատ վնաս են տալիս։ Ցավոք սրտի խորհրդականների երևույթը Հայաստանում չի աշխատել, որ մի խորհրդականը կհամարցակվի ղեկավարին ասել, որ գիտես, այս ինչ բառը սխալ ասել։ Դա այդ արդեն անձից է կախված։ Այ հենց դրա համար եմ ասում։ Ես կասեի օրինակ։ Դու կասեիր, դրա համար դու խորհրդական չես։ Այս դրա մասին է, լսելու կարողությունը, ընկալման կարողությունը սա է, որ առաջնորդը չպիտի իրեն համարի ամենաճիշտ եւ անսխալական։ Անսխալական միայն Աստված է, ուրիշ ոչ ոք։ Եվ երրորդ կարևոր հատկանիշը կամքը։ Չերչիլը մի շատ կարևոր բան է ասում, Չերչիլից է սա վերցված,
ասում է երբեք ու երբեք մի հանձնվեք։ Երբ որ 1940-ականների ծանր ժամանակ, երբ որ ֆաշիստական օդանավերը ռմբակոծում էին Անգլիան, եւ Չերչիլին էլ ասում էին, արի հանձնվենք, որ փրկվենք, ասում էր ոչ։ Կամ հեռու չգնանք, գանք մեր հայրենիք։ Երբ որ 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտից առաջ, այսինքն այդ օրերին թուրքերը եկել էին, հասել էին Էջմիածնի մատույցներ, Զեյվա գյուղի կամ հիմիկվա Առատաշեն գյուղի մոտակայքն էին, եւ արդեն Էջմիածինն էին ռմբակոծում, պիտի Էջմիածինը ընկներ արդեն, եւ մեր հոգեվոր առաջնորդին, մեր կաթողիկոսին առաջարկում են, ասում են, արի փախնենք գնանք Սևանա կղզում թաքնվենք, ասում է, եթե իմ ժողովուրդը, եթե իմ բանակը կարող չի, ունակ չի իր հայրենիքը պաշտպանելու, ապա ես կկանգնեմ իմ կամքով, մայր աթոռի, մայր տաճարի պատերի տակ կմեռնեմ, բայց իմ հայրենիքը չեմ հանձնի եւ չեմ փախնի։ Եվ դրանից ոգեշնչված մեր զորքը եւ աշխարհազորը եւ գյուղացիները վեր են կենում եւ տեսնում ենք թուրքերի ողնաշարը ոնց ջարդեցին Սարդարապատում։ Այսինքն առաջնորդի շատ կարեւոր հատկանիշներից մեկը, 3 հատկանիշներից մեկն էլ կամքն է, երկարատև կամքը, որովհետեւ կարող է դու այսքան կամք ունենաս, մի քիչ քեզ ճնշեն, այդ կամքը կոտրեն։ Երկարատև կամքի գաղափարն է։ Մենք ցավոք սրտի չենք աճեցրել, չենք ուժեղացրել երկարատև կամքի գաղափարը։ Գոնե պիտի սկսենք աճեցնել։ Ու ընդհանրապես առաջնորդից, պարզ է, որ ազգային առաջնորդից շատ այս պահին շատ մեծ սպասելիքներ կան, որովհետև նաև այստեղ մի ժողովրդական ասույթ էլ կա, ասում է, որ հրեշը երբ որ նստել էր քաղաքի պետության վերևում ու ջուրը կտրել էր, երիտասարդները գնում էին հրեշին հաղթելու, բայց ոչ մեկ հետ չէր գալիս եւ վերցնում է հոգեվորականներից, քահանաներից մեկը մի երեխայի դաստիարակում է ազգային արժեքներով, քրիստոնեական արժեքներով, մարդ լինելու արժեքներով, կամքի եւ նշածս այդ ինչ որ տարբեր այսպես մարդկային արժեքներով, պայքարի արժեքներով մեծացնում եւ ուղարկում է հրեշի դեմ կռվելու, այս տղան գնում է եւ իրոք հաղթում է հրեշին եւ երբ որ մտնում է հրեշի այդ քարայրը, տեսնում է, որ այն բոլոր տղաները, որոնք գնացել էին հրեշի դեմ կռվելու, բոլորն էլ հաղթել են հրեշին, բայց իրենք են դարձել հրեշ, որովհետև չեն ունեցել այն արժեքները, որպեսզի կարողանան դիմակայել այդ գայթակղությանը։ Հիմա մեր ազգային առաջիկա առաջնորդից հենց այդ հրեշ չդառնալու սպասելիքն ունենք, էլի, որ ու պիտի աջակցենք, պիտի ամեն կերպ աջակցենք, պիտի չնայենք, թե այս մարդուն սիրում ենք, այն մարդուն չենք սիրում, այս մարդու աչքերը այսպես են։ Դե որովհետև մեր ժողովուրդը մի քիչ շատ է էմոցիոնալ։ Իրենք ոնց որ իրենց կյանքի անձնական ընտրությունը ոնց կանային, օրինակ ամուսնանալու պարագայում, չէ՞, ենթադրենք։ Այդ ձև են նայում առաջնորդի ընտրությանը շատ-շատերը, էլի, բայց մենք պետքա պրագմատիկ մոտենանք, հասկանանք այս մարդը ինչի է ունակ։ Այդ ամենակարևոր բանն է ուժեղ առաջնորդ ընտրելու, որտեղ ուժեղ առաջնորդին ինչ որ ոչ որպես սրբություն ենք ընտրում, ոչ էլ որպես ընտանիքի անդամ, այլ մարդ, ով որ կարող է լուծի այն հարցերը, որ մենք հանգիստ կարողանանք քնել։ Այստեղ դրա համար ուժեղ առաջնորդի ընտրությունը ես կարծում եմ, որ հենց այդ տեսանկյունից է ամենաճիշտ մոտեցումը հենց այդ է։ Ես օրինակ տենց եմ նայում, եթե ես նայեմ ում դեմքն եմ հավանում, ում խոսքն եմ հավանում, ում, չգիտեմ, անցյալում արած այս ինչ քայլին ինչքան եմ դեմ, ես այսօր վաղը կգնամ ավելի վատ վիճակի մեջ կհայտնվեմ։ Ինձ այսօր պետքա տենց ուժեղ ձեռք, որ կարող է նենց լուծի Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած խնդիրները, որ ես որպես քաղաքացի հանգիստ կարողանամ գլուխս կախ զբաղվել իմ գործերով ու նաև դրա համար ինքը ապահովի հնարավոր միջավայր այդ ամեն ինչը անելու համար։ Իսկ ինչ պիտի անի յուրաքանչյուր հայ ուժեղ Հայաստան ունենալու համար, օրինակ դա ոնց ես պատկերացնում, քաղաքացիներին ինչ խորհուրդ կտաս։ Մենակ ուժեղ Հայաստան, թե օրինակ նաև Բարգավաճ Հայաստան։ Ուժեղ Հայաստանի մեջ մտնում է այդ ամեն ինչը, Բարգավաճ Հայաստան, հոգևոր Հայաստան, ուժեղ դիվանագիտություն ունեցող Հայաստան։ Մենք այսպես շատ հպանցիկ ընդդիմադիր հիմնական ուժերի մասին ենք խոսում։ Հա, Բարգավաճ Հայաստան ասեցինք, ուժեղ Հայաստան ասեցինք։ Դե մյուսն Հայաստան է էլի։ Հա։ Դե գլխավորածնել արդեն հենց Հայաստան դաշինք։ Հա, դե ամեն դեպքում հավանելով այդ բոլոր գաղափարները, անկախ նրանից թե ոնց է դա իրագործել կամ իրագործում, մենք մեր պատկերացումով խոսենք, օրինակ դու քո պատկերացումով ուժեղ Հայաստանը ոնց ես պատկերացնում։ Նախ եւ առաջ ուժեղ Հայաստան, պինդ Հայաստան, անվտանգ Հայաստան
ունենալու համար, որտեղ մենք եւ քաղաքացին ինչ պիտի անի։ Մենք եւ մեր զավակները որպեսզի կարողանան ապահով լինել, ուզում եմ հասկանալ քաղաքացին ինչ պիտի անի, թե իշխանությունը ինչ պիտի անի։ Չէ, քաղաքացին յուրաքանչյուր հայ ինչ պիտի անի։ Օրինակ դիմացական ընտրություններ, ամիսներ հետո ընդամենը 26 թիվը բավական վճռորոշ է լինելու շատ առումներով։ Մանավանդ որ հիմա ենք խոսում, հիմա պիտի մեզ լսեն, ուզում եմ հասկանամ, օրինակ ինչ խորհուրդ կտաս յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու, ով որ ուզում է ունենալ ուժեղ Հայաստան։ Շատ լավ, տես, նախ շատ կարևոր է կույր չլինել եւ կարճատես չլինել, որովհետեւ ճիշտ ասացիր, որ մարդիկ հաճախ էմոցիոնալ են նայում երևույթներին, բայց պետքա նայել երեք հիմնական հարցերի պատասխանել։ Որևէ մեկը, օրինակ, դա կլինի Նիկոլ Փաշինյանը, սեղանին օրինակ դրվելու է 3, 4, 5 հիմնական տեխնացուների անուններ, չէ՞։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, գուցե 5-րդն էլ, չգիտեմ, իրենց կուսակցություններով։ Քաղաքացին ինչ հարցերի պիտի պատասխան ստանա։ Անվտանգություն։ Այս մարդու օրոք ես ինչքանով եմ անվտանգ ապրում իմ երկրում։ Իմ երեխան գնալու է բանակում ծառայելու։ Ինչ պայմաններում է ծառայելու։ Տես, հիմա Նիկոլ Փաշինյանը մարդկանց կուտ տալու համար, խաբելու համար 2 տարվա զինծառայությունը սարքեց 1.5 տարի, չէ՞։ Մարդիկ էլ տաշտուշ ուրախացան, որ ապագա զինվոր գրեթե յուրաքանչյուր կամ յուրաքանչյուր դրանից կուրախանակ, ասի ինչ լավ է 1.5 տարի ծառայել։ Բայց ես որ ասում եմ պիտի կարճատես չլինել, հենց դրա մասին է։ 30% բանակի կրճատում թվականակի։ Բացի կրճատումից, երբ որ դու գնում ես, իսկ Հայաստանը հիմնականում առաջնագծային երկիր է, էլի, գրեթե տեղեր չկան, շատ քիչ տեղեր կա, որ դու դիրքեր չես պահում, պոստ չես պահում։ Եթե դու 2 տարվա ծառայության դեպքում մանավանդ որ բանակի թվակազմն է կրճատվում, եթե դու պայմանական 7 օր ես ամսվա մեջ բարձրանում դիրքեր, այս պայմաններում դու բարձրանալու ես 14 օր դիրքեր կանգնելու։ Այսինքն դու պիտի հասկանաս 6 ամիս քիչ ծառայելու համար դու 14 օր ես ամսվա մեջ քո կյանքը վտանգի ենթարկում նախքին 7 օրվա փոխարեն։ Եվ այդ 14 օրվա ընթացքում ամեն տեսակի փորձանք կարող է լինել։ Այսինքն մարդը պիտի փորձի մի քիչ մտածել։ Անվտանգությունը նաև վերաբերում է զենքին, վերաբերում է արտաքին հարաբերություններին։ Հիմա օրինակ, եւ այս առումով, եթե ես դեռ խոսում եմ գլոբալ առումով, էլի ամբողջ պետության մասին եմ խոսում։ Մարդը, որը մտածում է պետության մակարդակով, ոչ թե իր համայնքի։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները ամեն ձևի փչացնում է, չէ՞։ Մենք պարզ տեսնում ենք, որ տանում է արդեն վերջնական։ Մի քանի օր առաջ էլ ստորագրեց այն միջուկային համաձայնագիրը, որով փաստացի մենք ռուսական միջուկային տեխնոլոգիաները պիտի փոխարինենք ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներով, այսինքն ատոմակայան եւ այլն։ Այս ամենը, երբ որ Ռուսաստանի իմ աչքի լույսը չի, ես լավ գիտեմ Ռուսաստանը ինչ խնդիրներ է ստեղծել։ Իդեպ, երբ որ մենք հաղորդման սկզբում խոսում էինք միասին Արցախ գնալու մասին, վստահաբար կհիշես, որ հունվարի 4-ին էր, եթե չեմ սխալվում, 22 թվականի։ Ռուսները մեզ չէին թողնում Արցախ մտնել։ Հիշում ես, երկուսի անուններն էլ իրենց մոտ գրած էր, որ երկուսի անհասկանալի ձևով ես տցել չհասկացա թե ինչի։ Հա, բայց ռուսներն էին, չէ՞։ Կարող է զուտ որպես պատերազմի մասնակից ինձ չէին թողնում, քեզ էլ որպես հանրային գործիչ, ով որ էլի պատերազմի ժամանակ եղել է Արցախում, չէ՞։ Դե ես էլ, հա, ճիշտ է։ Ես մինչև հիմա դրա պատասխանը չունեմ, դրա համար որ դու հիմա հիշեցրիր, այդ եմ ուզում հասկանալ, թե ինչն էր պատճառը, որ մեզ չէին թողնում, որ մենք մտնեինք Արցախ։ Դե իրենք Ադրբեջանից էին բողոք ստացել, ցուցակ իհարկե թողեցին վերջում, հա, բայց թողեցին, որովհետև Արցախի իշխանությունը միջամտեց, ինչից հետո թողեցին։ Ցուցակ էր ադրբեջանցիներն ուղարկել էին ռուսներին, որ այս մարտիկ մեզ համար խնդիր են, գլխացավանք են, դու եւ ես գլխացավանք ենք, էլի թուրքերի համար, շատ լավ, այս ուրախ։ Քոնը մի քիչ ավելի հասկանալի էր, իմը ես այդ ժամանակ չէի հասկանում։ Դու Շուշիում կռվել էիր։ Դու Շուշիում կռվել էիր։ Շուշիի մատույցներում ավելի շուտ, ոչ թե բուն Շուշիում, Շուշի ու Ստեփանակերտի համար կռվել էիր ամենայն դեպս։ Ստեփանակերտի համար էի կռվել իրականում, ցավոք սրտի Շուշիի համար չեմ կռվել։
Արցախի համար։ Արցախի համար։ Եվ իրենք այդ ցուցակը, որ տվել էին ռուսներին, ռուսները փոխանցել էին Հայաստանի կառավարությանը, Հայաստանի կառավարությունը հաստատել էր։ Այսինքն ռուսները հենց դա էր պատճառը, որ մեզ չէին թողում, իհարկե վերջում, ինչպես դու նշեցիր, թողեցին։ Բայց ես ինչու դա ասեցի, այսինքն այնպես չի, որ ռուսների համար ես, չգիտեմ, ռուսական կառավարությունը համարում եմ ինչ որ մոմավառության համար նախատեսված մի բան, չէ իհարկե, իրենց սխալները, իրենց հանցանքները եւս կան։ Բայց ես հասկանում եմ մի բան, որ միջին վիճակագրական հայ մարդը պիտի հասկանա։ Հայաստան գազ մտնում է միայն Ռուսաստանից։ Եթե մի օր Պուտինը ջղայնանա եւ Հայաստան մտնող գազը փակի կամ թանկացնի, այսօր Հայաստան եկող, Հայաստան մատակարարվող գազը ամենաէժաններից մեկն է աշխարհում։ Շատ էժան է եւ Ռուսաստան ուղղակի սուբսիդավորում է, ուղղակի մեզ չափազանց էժան է տալիս։ Հիմա ես օրինակ մտածում եմ, մի օր այս ռուսները ասեն, «Տո սրանց հերն էլ անիծած, այս իշխանությունների, ես փակում եմ գազը, ես գազ չեմ տալիս կամ թանկացնում եմ»։ Ինչ է տեղի ունենալու միջին վիճակագրական հայ մարդու հետ։ Կարողանալու է արդյոք Ձմեռը չի տաքանալու։ Հետո բայց դրան գումար ենք մրսելու է, չէ, որ մրսեց երեխա չի ունենալու։ Ճիշտ է։ Մեր ժողովուրդը ասում է այդպեսի բան։ Գումարած, բացի դրանից բոլոր նրանք, ովքեր որ բիզնեսով են զբաղվում ու բիզնեսի մեջ գազը ունի մեծ նշանակություն, ամեն ինչը կթանկացնեն, ամեն ինչ։ Սնունդ, ռեստորանային բիզնես, սրճարանային։ Ինքը միանգամից ազդելու է ամեն ինչի վրա, ամբողջ տնտեսության վրա կազդի։ Մարդկանց կյանքը վատանալու է։ Հիմա արի ես եւ դու սկսենք ռուսներին հայհոյել եւ դրանից տարբեր տեսակի հաճույքներ ստանանք։ Ինչ է դա փոխելու մեր կյանքում, վատից բացի։ Ես օրինակ, երբ որ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, դիվանագետների հետ եմ հանդիպում, դեսպանների հետ եմ հանդիպում, այդ թվում նաև Իրանում, երբ որ Իրանում էի հանդիպել եմ Իրանում Ռուսաստանի դեսպանի հետ, ես մշտապես շատ կոշտ իրենց քննադատում եմ իրենց քաղաքական կուրսը։ Ես իրենց քննադատում եմ, որ 23 թվականին իրենք թույլ տվեցին, որ Արցախը հանձնվի։ Եթե իրենք շատ ուզենային, այսինքն Պուտինը եւ իր շրջապատը, այո, իրենք կարող էին Ադրբեջանին զսպել, ասել կարող են օրինակ Արցախի պաշտպանության բանակը լուծարել, բայց ռուսական խաղաղապահ զորքը պիտի մնա Արցախում եւ հայ բնակչությունն էլ պիտի մնա իրենք ապահովեն։ Ես հասկանում եմ, որ այո, Ռուսաստանը եթե ուզենար դա կաներ։ Չի արել, որովհետեւ երկու բանի պատճառով։ Մեկը տեսել է, որ Հայաստանը վաճառել է Արցախը եւ ինքն էլ մտածում է, թե ինչու պիտի ես պահեմ, այսինքն իր հերթին զոհաբերել է, եւ երկրորդը ինքը գնացել է առևտրի Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Օրինակ, եւ նաեւ ոչ միայն Մեծ Բրիտանիայի հետ։ Իմ տեղեկություններով British Petroleum-ի մեջ բավական մեծ տոկոս վաճառվել է Ռուսաստանին, բաժնետոմսերի։ Ինչու այն շրջանում, երբ որ Արցախը հանձնվում էր Ադրբեջանին։ Պարզ է, որ այստեղ գլոբալ առևտուր է տեղի ունեցել։ Հիմա եթե ես վեր կենամ եւ ռուսներին, ռուսական պետությանը անվանեմ հայ ժողովրդի համար մեծագույն չարիք եւ չգիտեմ, մի այսպես նիզակը վերցնեմ, գնամ, ասեմ, գնացեք այստեղից։ Օրինակի համար եմ ասում։ Ռուսներն էլ որոշեն, օրինակ, գազը, ես միայն գազի մասին էի խոսում։ Խոսենք ցորենի մասին։ Հայաստան մտնող ցորենի, այսինքն ալյուրի, հացի մոտ 80%-ը գալիս է Ռուսաստանից։ Հստակ թիվ չեմ կարող ասել, ես տնտեսագետ չեմ, բայց մոտավոր թվեր եմ ասում, էլի։ Պատկերացրու, որ Ռուսաստանը ասում է չեմ տալիս Հայաստանին կամ թանկացնում եմ, էժան գնով Հայաստանին ցորեն չեմ տալիս։ Թանկ գնով եմ տալիս կամ չեմ տալիս ընդհանրապես, ես պատերազմի մեջ եմ, Հայաստանին չեմ տալիս ցորեն։ Ինչ ես անելու։ Քո ժողովուրդը ինչ է անելու։ Որտեղից են եկել։ Դե հաշվի առնելով, որ մենք նաև Արցախի հացահատիկից ենք զրկվել, այնտեղ շատ մեծ հացահատիկի դաշտեր ունեինք, ու շատ մեծ քանակի հացահատիկ հենց Արցախից էր Հայաստան ներմուծվում, դրա համար մնալու ենք առանց հաց։ Այսինքն ու այն հայտնի խոսքը, որտեղ հաց այնտեղ կաց, արդեն ստիպված փնտրելու ենք դրսում։ Ահա։ Հաց էլ չի լինելու։ Մի ուրիշ բան։ Արդեն կապված նաև անվտանգության հետ։ Ռուսներն են որոշեցին իրենց զորքը հանել Հայաստանից։ Ասում են Թուրքիայի հետ դուք ախպերություն եք անում, ես էլ գնում եմ
Դա այդ դեպքում արդեն մեր զորքը չի հերիքի Թուրքիայի սահմանը պահել։ Լավ, իսկ մի գեղեցիկ օր դու գիտես, չէ՞, շատ լավ գիտես, որ Թուրքիան եւ Սիրիան կոչվում էին եղբայրական պետություններ։ Ասադը եւ Էրդողանը պարբերաբար ընտանիքներով իրենց կանանցով հանդիպում էին, չգիտեմ, ինչ եղավ վերջում շատ հուզիչ էր։ Բայց ինչ եղավ հետո Էրդողանը մի օր որոշեց զորքին մտցնել Սիրիա, իր զորքը մտցնել։ Հա, նայ լավատեսական բան փորձենք։ Չէ, ես ուզում եմ ներողություն, ես ուզում եմ, որ միջին վիճակագրական սովորական հայ մարդը հասկանա իր ընտրությունից ինչ է կախված։ Հիմա չթվա թե ես Ռուսաստանի քարոզ եմ անում, բայց Նիկոլ Փաշինյանը եթե այս ճանապարհով գնում է, օրինակ, ասում է մենք մտնում ենք Եվրամիություն, չէ՞, ուզում ենք մտնել։ Նախ քեզ Եվրամիությունը ոչ մեկ չի սպասում։ Իսկ Վրաստանին չընդունես։ Ահա, այնտեղ ընդամենը ասում են դուք ռուսներից հրաժարվեք, հետո մենք թքենք ձեր վրա կճամփենք։ Լավ, նույնիսկ եթե դու մտնում ես Եվրամիություն։ Եվրամիությունն ինքը գազ ներկրող է, ինքը ապրանք ներկրող է, մեծ մասը ինքը չի արտադրում, Չինաստանից է ներկրում։ Այսինքն դու գնում ես մեռելի մոտ, որ ինչ անես, դու էլ դառնաս մեռել, Եվրամիությունը մեռած, վերջացած մի հատ բան, անգամ Ամերիկան է հրաժարվում Եվրամիությունից։ Այսինքն սովորական մարդը դա պիտի հասկանա, հա ինձ հաճելի է գնալ Փարիզում պտտվել, չգիտեմ, Բերլինում եւ այլն։ Այո, լավ, հետաքրքիր քաղաքակրթություն է ստեղծել, բայց քաղաքակրթությունը չես ուտի։ Իսկ մարդը կենսական տեսանկյունից այս տարածաշրջանում գտնվելով մենք չենք կարող Հայաստանը սենց վերցնել տեղափոխել Եվրոպայի կենտրոն։ Այս տարածաշրջանում գտնվելով բնականաբար Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելը կենսական պրոբլեմա լինելու բոլորիս համար, սկսած ծնունդից, վերջացրած տաքանալու եւ այլ կենսական հարցերով էլ անվտանգությունը ու մնացած բաները չասենք, միլիոնատ հարց կա։ Ինչ անել դրական առումով։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեկի գովազդը չլինի, ընտրողը վերցնի, նայի, օրինակի համար Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման ժամանակ ինչ ճիշտ ու սխալ բաներ է արել։ Օրինակ որն է, պլյուս մինուս դնի, ասենք պլյուսն է ավելի շատ, թե մինուսն է ավելի շատ։ Եթե պլյուսն է ավելի շատ, ինչ լավ բաներ է արել։ Օրինակ ինչու է այս լավ բաներն արել, ինչու է այս սխալ բաներն արել։ Իսկ կարող է այս սխալ բաները ինքը շտկի եւ այլն։ Իսկ որ գա կարող է այս ճիշտ բաներն անի։ Սամվել Կարապետյանն ինչ է արել։ Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ չի եղել, բայց Սամվել Կարապետյանը իր ամբողջ կենսագրության ընթացքում իմ իմանալով միայն դրական բաներ արել Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։ Այո, ես մեկը պատերազմի ժամանակ, ճիշտ է, ի տարբերություն քեզ ես զենքս ձեռքին չեմ կռվել, ես հիմնականում զբաղված էի թիկունքային, այսինքն զենք ու սնունդ էինք դատարկում, բարձում, տանում առաջնագից եւ այլն։ Ես բազում մեքենաներ, բեռնատարներ եմ դատարկել, որոնք ուղարկել էր Սամվել Կարապետյանը, սխալ ասացի, Ալեքսանյան ասացի։ Հիմա Սամվել Կարապետյանի առումով ինքը ավելի շատ բարեգործություն միայն Տաշիրի տարածաշրջանում 1000-ից ավել արցախցիների ընտանիքների է տեղավորել։ Այս բաները կարող է նայել, թե չի կարող նայել։ Սամվել Կարապետյանը ինչ տնտեսական կարևոր ներդրում է արել։ Եթե խոսում ենք, այսինքն սովորական մարդը պետքա նայի։ Ամենահասարակ բանն եմ ասում։ Վերջին 7-8 տարիների ընթացքում Հայաստանում արևային էներգիայի այն պանելները, չէ, արևային այդ պանելները մեծ թափ հավաքեցին։ Եվ մեկն էլ ես եմ դրել, որպես սովորական շարքային մարդ ենք ասում։ Դա շատ լավ բան էր, որովհետև արևային պանելը դնում ես, պետությունը սուբսիդավորում է, դու ավելի քիչ վարկ ես տալիս քան պիտի էլեկտրաէներգիայի վարձ տայիր, մի քանի տարի հետո քո գումարը դուրս է գալիս եւ դու ունենում ես իրականում ջրի էլեկտրաէներգիա, որտեվ տարվա ընթացքում կուտակվում է քո էլեկտրաէներգիան հեծում եւ հետո հեծը անվճար դա տալիս է քեզ։ Այսինքն շատ լավ բան էր անում Սամվել Կարապետյանը։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա փոխել է եւ քեզ ոչ թե տարվա կտրվածքով է էլեկտրաէներգիա վերադարձնում, այլ ամսվա կտրվածքով։ Ասենք դու եթե արտադրեցիր ամսվա ընթացքում 1000 կիլովատ եւ բայց սպառեցիր դու ինքը հաշվում է 1000 կիլովատից ինչքանն է սպառել։ Սպառել ես օրինակ 500 կիլովատը։ Մնացածը քեզ գրոշներ է տալիս, մի քանի հազար դրամ փող է տալիս։ Քեզնից էլեկտրաէներգիան վերցնում է եւ քեզ չի վճարում։ Քեզ փաստացի Նիկոլ Փաշինյանը հիմա արևային պանել ունեցող մարդկանց հիմա Նիկոլ Փաշինյանը շահագործում է։ Ավելին
Նիկոլ Փաշինյանի օրոք ՀԵՑ-ը այլևս չի սուբսիդավորում, այսինքն պետությունը չի սուբսիդավորում արևային պանելները եւ մարդը դու որ ուզենաս գնաս արևային պանել դնես, դու պիտի ամբողջ գումարը քո գրպանից դնես։ Այսինքն տարբերություն կշեռքի նժարի վրա է դնում։ Այսպիսի բաներ պիտի մարդը դնի, հասկանա։ Գագիկ Ծառուկյանն ինչ է արել։ Գագիկ Ծառուկյանն էլ ես չեմ կարող վատ բաներ խոսել այդ մարդու մասին։ Գուցե քաղաքական գործիչ չի, բայց նրա բացած տասնյակ գործարաններում 100,000-ավոր մարդիկ են աշխատում։ Այսինքն մարդը ինքը պիտի գլոբալ մտածի եւ վերադառնանք արդեն լոկալ։ Իմ քաղաքին, իմ բնակավայրին, ինչ էս մարդուց։ Ինչ ուզում ենք ասենք, սովորական շարքային մարդուն ամեն ինչից վեր հետաքրքրում է իր շրջապատի շահը։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասֆալտ է կերցնում մարդկանց, այդ մարդը պիտի մտածի, մեր փողոցը կամ մեր գյուղը բերեցին ասֆալտ արեցին։ Լավ է, բայց մի քանի ամիս հետո այդ ասֆալտը քանդվում է։ Ինչա դա նշանակում։ Հիմա կատաստրոֆիկ վիճակ է ասֆալտի հետ կապված, մեքենա քշել չի ոնց կարողանում են լափում։ Թե Երևանում, թե Երևանից դուրս։ Բոլոր տեղերում, որովհետև եթե հանրապետականների օրոք հետաքրքիր բան կար, ՀՀԿ-ի օրոք ոնց էին ասֆալտից, իդեպ ասֆալտը ամենալավ փող գրփելու միջոցն է, պետբյուջեն թալանելու։ Հանրապետականների ժամանակ այսպես էին անում, ում որ տալիս էին այդ ասֆալտ անելու հնարավորությունը, սա ասֆալտի հաստության վրա էր աշխատում։ Տակի շերտը նորմալ լցնում էր խիճը, բիտումը նորմալ լցնում էր, բայց ասֆալտի հաստությունը, ասենք 10 սանտիմետրի փոխարեն 5 սանտիմետր էր լցնում, հիմնական փողը այդտեղ էր աշխատում, դա չէր էլ երևում։ Սրանք ինչ են անում։ Սրանք խճի մեջ խիճը քիչ են լցնում, բարակ են լցնում, իսկ եթե բարակը արդեն ասֆալտը սկսում է, տատանվել։ Հետո բիտում գրեթե չեն լցնում, որովհետև բիտումը թանկ նյութ է։ Ասֆալտը էլ չեմ ասում, որ 10 սանտիմետրի փոխարեն էլի 4-5 սանտիմետր են լցնում։ Դրան գումարած ավելի հանճարեղ բան են անում։ Ճանապարհի լայնությունը, եթե օրինակ 6 սանտիմետր է, իրենք մի 50 սանտիմետր նեղ են անում։ Դե պատկերացրու 60 կիլոմետր ճանապարհ են սարքում։ Երևի 6 սանտիմետր սխալացիր, 6 մետր լայնություն, հա։ Հա, ներողություն, 6 մետր լայնության դեպքում մի 30 սանտիմետր, 40-50 սանտիմետր բան են անում, նեղ են անում։ Դա մենք քշելուց կարող է շատ չզգանք, բայց Բայց դու պատկերացրու դա ինչ փողերի հետ կապ ունի։ Հսկայական են էլի, որովհետև հա կիլոմետրեր են։ Դե հիմա տես օրինակ Սիսիան Տաթև ճանապարհը ինչ է իբր թե սարքել։ Նորավանի ճանապարհը։ Ամեն օր քանդվում է, ինչու է քանդվում։ Բանից Տաթև Կապան, Տաթև Աղվանի ճանապարհը ինչու է քանդվում։ Կարող է բնությունը չի ընդունում ճանապարհը։ Տաթևի ճանապարհի քանդվելու պատճառներից մեկը, քանի որ շատ նեղ է ու պարսկական մեքենաները ֆուրերը որ անցնում են, նաև դրա ծանրաբեռնվածությանը չի դիմանում, դե քանի որ հայտնի պատճառներով Գորիս-Կապան ճանապարհը կորցրեցինք մենք պատերազմից հետո։ Հանձնվեց։ Բայց ինչ ոնց են սարքել։ Այդ ոնց է լինում, ասենք որ այլ երկրներում կարողանում են եւ նեղ ճանապարհ սարքել եւ որակով, սրանք չեն կարողանում։ Չէ, կարող են, պարզապես դրա համար պիտի փող ծախսեն։ Այսինքն մարդը պիտի այսպիսի բաներ հաշվի առնի։ Կրթությունը պիտի հաշվի առնի, իր երեխան ինչ է սովորում։ Իր երեխային հիմա եթե պարտադրում են հրաժարվել Արարատից, ի վերջո ամեն ինչից բացի իր երեխային սովորեցնում են 5 տարեկան երեխային սեռական կյանք են սովորեցնում։ Լավ, հասկանում եմ, որ կարող է երեխայի հետ պետք է, բայց ոչ այդ որոշակի տարիքում բնականաբար։ Հետո ասենք մենք լավ հասկանում ենք, թե մարդկանց հասունացումը երբ է տեղի ունենում եւ ինչպես է տեղի ունենում։ Սրանց նպատակը կոնկրետ այլասերել ժողովրդին, իսկ այլասերված ժողովուրդը հեշտ կառավարելի է։ Եվ այստեղ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի որտեղ հաց, այնտեղ կաց գաղափարը։ Հիմա դրա համար օրինակ ուժեղ Հայաստանի գաղափարին շատ է դուր գալիս։ Շատ ճիշտ անվանում են ընտրել Սամվել Կարապետյանի կուսակցության համար։ Եվ հետաքրքիր է, մենք 3 խոշոր, ել չեմ ասում, որ օրինակ Ռուբեն Վարդանյանի կուսակցությունը եւս բավական մեծ շանսեր ունի եւ կարող է, եթե լավ աշխատեն, օրինակ Մեսրոպը, Մանեն, եթե իրենք ուժեղ այսպես թիրախային աշխատեն, իրենք էլ մեծ շանսեր ունեն։ Այնտեղ նախկին օմբուդսմենը բավական լավ
հնարավորություններ ունի, եթե ճիշտ աշխատի, բայց Արման Թաթոյանի մասին է խոսքը։ Բայց իհարկե ես հիմնականում Ես տենց չեմ տեսնում իրականում, իմ ես կարծիքով, ասում եմ, դեռ չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Ես ասում եմ, հնարավորություն ունի, եթե լավ աշխատի։ Ես հույս ունեի, որ օրինակ իրենք կմիանան, օրինակ Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյանին։ Դեռ ոչ մի բան չենք տեսնում, ժամանակ ինչ որ կայի միանան, որովհետև ես այդ պոտենցիալը չեմ տեսնում, որ անցողի քշեմ կամ այլապես շատերը կարող են փոշիացնել ձայները։ Փոշիացնեն ձայները, բավական վտանգավոր են դարձնում իրենց մասնակցությունը։ Եվ այստեղ ընդամենը պետքա մարդը գիտակցի, որ հետաքրքիր նաև ինչ էի ուզում ասել, որ տես ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ դիմացը Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կամ իրական Հայաստան։ Հիմա ո՞րն է կշեռքի նժարի վրա դիր։ Իրական Հայաստան թույլ, խեղճ, կզած, թե ուժեղ, Բարգավաճ, հաղթած։ Դեպի առաջ գնացող Հայաստան դե փորձենք փակել, բավական շատ թեմաներ քննարկեցինք, ահագին հետաքրքիր Թուրքիայից սկսած շարունակելով ու վերջացնելով մեր այսօրվա իրողություններով, հուսանք, որ մեր քաղաքացին առաջիկա ընտրություններում ուժեղ ընտրություն կկատարի դեպի ուժեղ Հայաստան գնալու համար։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, Նայիրի ջան, կարծում եմ մենք դեռ առաջիկայում էլի առիթ կունենանք զրուցելու, որովհետև թեմաները շատ են, բազմաբովանդակ են։ Մեր եթերում ուժեղ ոդքասթներ, կարող եք բաժանորդագրվել, հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար կհանդիպենք ցտեսություն։